Քոչարյանի աջակիցները ասում են, պարոն Կարապետյան, որ Հայաստանին պետք է ուժեղ առաջնորդ եւ այդ ուժեղ առաջնորդը ոչ թե Սամվել Կարապետյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանը։ Այն մյուս կոնկուրենտ օֆիսիցիաների ուրիշ թեզեր են առաջ տանում, ասում են, որ ընտրություններով հնարավոր չի հաղթել, պետք է գնալ իմպիչմենտի ճանապարհով կամ պետք է լայն կոնսոլիդացիա բոլորը միավորվեն։ Չնայած որ դա իմպիչմենտականից մարդիկ կազմած էր մոտ։ Մեկ բան ասում են նույն ուժը Հայաստան հաշտեք ընդդիմադիր դեր ուժերի, թե փոխադարձ խանդ կա կամ միակողմանի ընդդիմադիր ասելով միասեր չէ, միատար չէ ընդդիմությունը։ Մենք քանի որ նոր ուժ ենք, մենք ունենք լրիվ ուրիշ պատկերացում Հայաստանի ապագայի հետ կապված։ Մյուս ընդդիմադիրները ունեին պատկերացում, որը մինչև հիմա իրացրել են։ Լավ են իրացրել, վատ են իրացրել, թող մեր հանրությունը որոշի, բայց իրենց իրավունքն է, իրենց օրակարգը։ Դեպքում Սամվել Կարապետյանի այդ կերպարը քաղաքական պայքար է, իրենք ցանկանում են ունենան ավելի շատ աջակցություն։ Գալի փորձում գալ իշխանության ասում է, եթե ԿՊ-ն չլինի իշխանություն, պատերազմ է լինելու, սա արդյոք դիտարկում է Հայաստանի պատմության մեջ ամենաշատ պատերազմը ազնիվ լինենք, որ իշխանությունն է բերել։ 3 պատերազմ բերել է մի իշխանություն, պատկերացնում եք նա սարքել է խնդրեմը, հիմա ուզում է խնդրեմը ցույց տա, որ լուծում է այն խնդրեմը, որ նա է սարքել։ Ու ասում է ես եմ խաղաղություն, 3 պատերազմ ես բերել։ Ինչ է դու ինչն է մեր առհավաճան ու 3 էլ ամեն օր դուրս է գալիս, ասում է եթե սա չանենք կլինի պատերազմ, եթե սա չանենք կլինի պատերազմ։ Ամեն օր մեզ վախեցնում է 8 տարի անընդմեջ աշխատում է մեր ինքնավստահության դեմ եւ եթե իրեն հաջողվեց ջարդել այր ինքնավստահությունը հետագայում ամեն օր դուրս է գալու ասելու է եթե էսի չանենք օրինակ եթե ընդդիմության առաջնորդի ուժը գա Սամվել Կարապետյանը լինի երկրի ղեկավար ինչ որ բան է մտածելու միշտ ժողովրդին ենթարկելու է վախի բայց այն վախի այն պատերազմների արդյունքն է սա որը նա է բերել որը նա իր բանակցություններից դուրս գալով է բերել, չեմ ասում, ագրեսորը Ադրբեջանն է, բոլորս էլ գիտենք, բայց նա քարտեր է տվել, որպեսզի միջնորդների ֆակտորը դուրս գա, միջնորդները էլ չաջակցեն մեզ։ Նա տվել է հիմք, դուրս գալով բանակցություններից զրոական կետով սկսելով բանակցությունները, որպեսզի ագրեսորը ագրեսիա կիրառի մեր հանդեպ։ Ձեր գալու դեպքում հնարավոր է այդ ռիսկը ավելանա։ Պատերազմի ռիսկը մի քանի տար ունի։ Առաջինը դիվանագիտական տարն է։ Մենք տեսնում ենք մի երաշխավորով, մի վկայով խաղաղությունը, դա ուղղակի թուղթ է։ Մենք ունենք մի վկայով խաղաղություն, որը խաղաղության երաշխավորը չունենք այս բանը։ Վկան պատերազմում է Իրանի դեմ, որը 4 կիլոմետր է հեռավորությունը ճանապարհից։ Որ այսօր խփել է Վրաստանի Բաքվոչյան։ Դուք պատկերացնում եք, ես կուզեի սա ավարտեի շատ կարևոր է։ 2 երաշխիք ունի Հայաստանը։ Դա առաջինը մեկից ավելի երաշխավոր ունենալն է, շատ կարևոր է, որ մեր երկիրը մեկից ավելի երաշխավոր ունենա, որպեսզի այլ երկրների հակամարտության խաղաթուղթ չդառնա։ Երկրորդ տարածաշրջանային մենք գիտենք մինչև այս իրադրությունը, որ Իրանը պատրաստ էր հողի վրա երաշխավոր էր Հայաստանի տարածքային ամբողջական, պատրաստ էր իր զինվորով երաշխավոր էր Հայաստանի տարածքային ամբողջական։ Մենք տեսնում ենք այլ տարածաշրջանային դաշնակիցներ, որոնք պատրաստ էին աջակցել։ Մեզ պետք է դա եւ երկրորդը մեզ պետք է վերականգնել բանակը։ Մեզ պետք է վերափոխել բանակը 21-րդ դարի բանակ է մեզ պետք։ Այս տեխնոլոգիական զարգացման ժամանակաշրջանում բանակը արդիականացումը բանակի էժանացել է ավելի մաչելի է բանակ պահելը հիմա քան օրինակ 5 տարի առաջ եւ մենք հնարավորություն ունենք ներկայացնելու ենք հանրությանը հայկական բանակի ուժը վերականգնելու մեր ծրագիրը մոտակա օրերի ընթացքում բայց ձեր առաջարկները ավելի երկարաժամկետ են որովհետեւ քննարկվում է որ նաեւ ընդհանրապես կարող է արգել մեր ձեր մասնակցությունը ընտրություններին այլ սցենարներ ունեք ինչ կլինի եթե օրինակ ձեզ չգրանցեն տեսեք մենք պետք է համերաշխ լինենք իրար հետ ասեմ մասնակցությունների հետ կապված որ պահին իրենք տեսան եւ մեծ տարբերությունը տեսան հասարակության աջակցման տեսան որ Սամվել Կարապետյանի ուժը դառնում է գլխավոր եւ փոփոխությունը եւ արդեն իրենք տեսել են որ փոփոխություն բերելու ուժն է նրանք սկսելու են գործիքներ մանգալ ոչ ժողովրդավար բայց նրանք չեն հասկանում որ հասարակության 70% իրենց դեմ է այդ գործիքները աշխատելու են դելեգիտիմացնելու են իրենց դելեգիտիմացնելու են
ամբողջ հայկական ժողովրդավարությունը ոչ թե հիմա, այլ տասնամյակներ առաջ, եթե դու քո հիմնական ընդդիմադիրից, եթե դու քո հիմնական ընդդիմադիրին ամեն անգամ կարողանալու ես ինչ որ ձև սահմանափակես, տեսնելով որ ընդդիմադիրը հաղթում է, ուրեմն բոլոր իշխանությունները նույնը անելու են, ինչու է պետք ժողովրդավարություն։ Պարոն Կարապետյան, դուք Ռուսաստանից ընտրողների բերելու եք Հայաստան, որի մասին այդքան հավեկված Ոնց կազմակերպել է դա։ Մարդկանց անուններ են տալիս, որոնք արդեն Ռուսաստանում տենց հավաքագրում են։ Ոնց եք դա պատկերացնում, օրինակ տեխնիկապես ոնց դա կլինի։ Մարդիկ հավաքվելու են ավտոբուսով, գան։ Մենք չգիտենք, այս սցենարը դուք Ասենք բոլորը գնա։ Սամվել Կարապետյանի պաստառը Boeing-ներ է լինելու, Գնացքն է բացվելու, չէ։ Պարոն Կարապետյան, Արցախի հարցի շուրջ ձեր ուժի դիրքորոշումը եւս մեկ անգամ կհիշեցնեք, որովհետեւ վերջին շրջանում տեսանք շատ սուր է ընկալվում իշխանությունների Փաշինյանի կողմից Արցախ բառը արտաբերել, Արցախի մասին գրքեր նվիրելը, այդ պատճառով ցեղասպանության թանգարանի տնօրենը հեռացվեց աշխատանքից, նույնիսկ միջազգային ամբիոնում հայտարարություններ եղան Արցախի էջը փակելու մասին եւ ձեզ ընդդիմադիրներիդ ու եկեղեցուն մեղադրեցին խաղաղության դեմ գնալու համար։ Երեք պատերազմ բերած Արցախը կործանած դիվանագիտությունը իրենց նոր գործիքակազմ է ման գալիս, որպեսզի ինչ որ ձև մեր ժողովրդին համոզի, որ իրենք դարձել են Ժորժ ջան, 7 տարի առաջ 7 տարի անընդմեջ վատ դիվանագետներ էինք, այս 8-րդ տարին արդեն լավ դիվանագետներ ենք։ Արցախի հարցում մեր վերաբերմունքը ամենակարևոր հարցը Արցախի մեր հայրենակիցներին Հայաստանում տնավորելն է այս պահին։ Երկրորդը վերադարձի հետ կապված եկեք լինենք ազնիվ իրար հետ։ Ադրբեջանի այս ղեկավարը հնարավորություն չի տալու անվտանգ արցախցիներին այնտեղ ապրել։ Մենք պետք է երբ ունենանք այդ ապահովությունը, այդ առավաչան, որ մեր հայրենակիցները ապահով են լինելու, այդ ժամանակ պետք է վերադարձի հարցը մենք միշտ դնելու ենք առաջնահերթություն լինելու է, բայց այս պարագայում ես ուզում եմ ազնիվ լինեմ մեր հանրության հետ, այնպիսի բան չասեմ դուր գալու համար, ասեմ պրակտիկ հողի վրա ինչ կա։ Այս Ադրբեջանի ղեկավարը 10 հատ հայի հետ յոլա չգնացին այնտեղ։ Ոնց եք պատկերացնում, մենք մյուս մեր հայրենակիցները ինչպես են ապրելու, երբ լինի այդ երաշխավորությունը, որ մարդիկ անվտանգ կլինեն, այդ ժամանակ մենք դրա համար պետք է աշխատել, միջազգային աշխատանք, նաև հարաբերությունների կարգավորման շրջանակներում աշխատանք, որպեսզի մարդիկ կարողանան մեր հայրենակիցները իրենց հայրենիք անվտանգ վերադառնալ։ Բայց դա մեծ հարց է, դա պետք է մենք շատ լուրջ վերաբերվենք, որովհետև 10 հոգի այնտեղ հայ կար, չկարողացան այդ մարդկանց ժողովրդական խոսքով ասած յոլա տան։ Բանակցելու եք այդ հարցի շուրջ, որպեսզի ապահովվի այնտեղ արցախցիների վերադարձի եւ Այո, բայց այդտեղ պետք է անվտանգային գործիքակազմեր մեր հանրությանը։ Շատ կարևոր է գերիների վերադարձի հարցը ձեր իշխանության գալու պարագայում դուք քիչ բանակցությունների մասին խոսեցիք, նաև այդ թեմայով բանակցություններ լինելու են, թե չէ, որովհետև դա հայության խոցելի Շատ խոցելի հատված է, մենք տեսնում ենք մեր կառավարության ղեկավարը ինչպիսի լուրջ բանակցություններ էր տանում Ամերիկայի նախագահի հետ գերիների վերադարձի, երբ Ամերիկայի նախագահը հայտարարեց, որ գերիների հարց կա, նա նշանով փորձեց թեման փոխել, դա ցույց է տալիս, որ նա շատ խորը բանակցային process-ի մեջ է։ Վերադարձը հիմա երկու զուգահեռ իրականության մեջ ենք, մեկ ճարտարական իրականության մեջ, մեկ ընտրություններին պատրաստվելու, որ ատյանին է ավելի դժվար եւ առաջնահերթությունները որն են։ Գիտեք, դժվարություն մենք չենք տեսնում այդքան, եթե ազնիվ լինենք, որտեղ կա ժողովրդական աջակցություն։ Այսինքն մարդիկ երբ ինձ տեսնում են, հարցում են, ասում են դժվար չի։ Եվ դու քայլում ես փողոցով, ամեն երկրորդ մարդը քեզ աջակցություն է հայտնում, դժվար չի, հեշտ է։ Երբ դու չես կարողանում մենակ քայլես փողոցով 600 հատ թիկնապահով ես քայլում, այդ դա է դժվար։ Դիպուկահարներով, չգիտեմ ինչով, այդ դա է դժվար։ Մեր համար, եթե ազնիվ լինենք, դժվար չի, մեր պայքարը դժվար չի, որովհետև կա աջակցություն։ Երբ հասարակությունը չուզենա, այդ ժամանակը Պարոն Կարապետյան, Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակ եք բացել եւ իշխանական դաշտից հնչում են կարծիքներ, որ ձեր աջակիցներին հավաքագրում եք գումարի մնաց։
քանի որ Սամվել Կարապետյանը բավականին հարուստ մարդ է, գումար եք խոստանում, որպեսզի այդ մարդիկ գան եւ գրանցվեն ձեզ մոտ։ Մարդիկ վերջի ժամանակները այսօր էլ հայտարարություն եղավ Transparency International-ի կողմից, որ մարդիկ չնախատեսված պարքավճարներ են տալիս, չնախատեսված աշխատավարձային աճ են ապահովում, որպեսզի մարդկանց Transparency International-ի խոսքերով, որը արևմտյան իրավապաշտպան կազմակերպություն է, որպեսզի մարդկանց խրախուսեն, որը ունի քաղաքական կոռուպցիայի ռիսկ։ Transparency International-ը քաղաքացիական պայմանագիր կուսակցության քայլերը որակել է որպես քաղաքական կոռուպցիայի ռիսկ։ Պատասխանը շատ պարզ է։ Ինչ վերաբերվում է մեզ, օրինականության մեջ, եթե մենք մի հատ թեթև, այսինքն երկակի ստանդարտներով անգամ ինտերպրետացիա արվող քայլեր անենք, համոզված եղեք Հայաստանի ամբողջ իրավական համակարգը կաշխատի այդ ուղղությամբ։ Ընտրություններին իրենք այսքան ժամանակ ման են գալիս, ոչ մի բան չեն կարող օգտագործել, ստիպված են լինելու ինչ-որ բաներ իրենց համար սարքեն, բայց ինչ էլ ուզենան սարքեն, հասարակությունը իրենց ճանաչում է, կա արդեն մենք ունենք մեր մեջ իմունիտետ իրենց ստերին, մեծ մասը, իհարկե մեր հանրության մի մասն էլ դեռ շարունակում է հավատալ, ես հասկանում եմ, որ մարդիկ հույս ունեն, ինչ-որ առումով այդ 25%-ը 20, բայց վաղ թե ուշ նրանք էլ են տեսնելու են, թե ով է այս մարդը, տեսնելու են, որ այնտեղ միայն խոսքեր են, ու այնտեղ չկա գործ։ Պարոն Կարապետյան, 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու ձեր հաշվարկները Բաբկեն Թունյանը դրել էր իր էջում եւ կասկածներ էր, որոշակի հայտնել դրա հետ կապված, որ 5 տարվա ընթացքում եթե ամեն ամիս 1000 աշխատատեղ ստեղծվի, չի լինի ձեր թիվը, կխնդրեմ այս մասով բարձրաբանել հաշվարկները։ Պարոն Թունյանը երևի չի նայել ոդկասթը ամբողջությամբ։ Ես խոսում եմ արդյունաբերական, նայեք, 300,000 աշխատատեղերից մոտավորապես 80-90,000-ը արդյունաբերական աշխատատեղեր էին։ Մենք քննարկում ենք արդյունաբերական աշխատատեղեր ստեղծելու հարցը։ Ամբողջ 300,000-ը չի գործարան լինելու, 90,000-ը, որը բաժանվում է 3 մասի՝ սննդի արդյունաբերության մեջ 30,000, 25-ից 30,000, վերամշակող արդյունաբերության մեջ մոտավորապես 30,000 եւ նաեւ մի քանի ուղղություններ ունենք մեր երկրում, որը մենք տեսնում ենք, որ հնարավոր է թեթև արդյունաբերության մեջ եւս ապահովել 20-ից 25,000 աշխատատեղ 5 տարվա ընթացքում։ Դա ենք մենք թվարկում։ Եվ համացանցում տարածվեց։ Որտեղ իմ հաշվարկներով դուք եթե տես լինի ամսական 2-3 գործան պետք է բացեք։ Տեսեք, սկիզբը որ դուք նայեք, Հայաստանի ներմուծումը որ դուք նայեք, հարյուրավոր միլիոնների, միլիարդների մենք ներմուծում ունենք։ Դա առաջի ամսվանից չես բացում։ Սկսում ես պրոյեկտը, սկսում ես բերքը տեսնել 1-2 տարվա ընթացքում։ Մենք սկսում ենք աշխատանքը մի շարք ոլորտներով, որը բերելու է զբաղվածության գործարանների բացմամբ 1.5-2 տարի ընթացքում այդ process-ը պետք է իրականանա։ Սամվել Կարապետյանը ի սկզբանե հաշտ է եղել Նիկոլ Փաշինյանի հետ եւ հայտարարել է այդ մասին, լրագրողները նրան այդ հնարավորությունը տվել են, ասել է, որ լավ է հաշտենք այս իշխանության հետ։ Ինչն էր խանգարում, որ դուք այդ գործարանները կառուցեիք, աշխատատեղերը ստեղծեիք։ Հայաստանում վերջի 5-6 տարում ամենաշատ գործարան կառուցել է Տաշիր ընկերությունների խումբը։ Սա մի բան, բայց պետական քաղաքականության բացակայություն կա։ Պետությունը ոչ թե օգնում է, պետությունը խանգարում է։ Պետությունը չի պաշտպանում սեփական արտադրողին, այլ պաշտպանում է մրցակցային երկրների աշխատողներին, արտադրողներին։ Մենք պետք է միլիոնների արտոնություն ենք տվել, օգնել են։ Մենք հաշվել էինք մեր վճարած հարկերի համեմատ մոտավորապես մի 100 անգամի տարբերություն կա։ Պարոն Կարապետյան, Այսինքն դա հայտնի բան է, իրենք պետք է պարտավորվճարները մեր վճարած հարկերից ապրեն, որևէ հարկ չվճարեն մինչև պաշտոնի լինելը, իսկ մեր $100 միլիոն վճարած հարկերը, Սամվել Կարապետյանի հիմնած ընկերությունը $100 միլիոն վճարած հարկերից մի տոկոս անգամ ինչ որ տնտեսական քաղաքականության իմիտացիա անեն, մի տոկոս ինչ որ բան ստեղծեն ու դա ցույց տան թե մեծ բան է, դա իրենց տնտեսական քաղաքականությունը։ Պատգամավորները մեզ ասում են, եթե հաշվեք, թե ինչքան արտոնություն է պետբյուջեից հատկացվել Սամվել Կարապետյանի ընկերության, ապա կպարզի, որ ընդհանրապես բարեգործություն չի արվել, այդ ամբողջ արվել է բյուջեի հաշվին, այսպիսի հաշվարկներ են Մենք բոլոր հաշվարկները կարող ենք տալ, մոտ 100 անգամի տարբերություն կա, վճարած ու ասեմ ավելին, նրանց տված արտոնությունները էֆեկտիվ չեն, գյուղատնտեսության մեջ իրենց առաջարկները էֆեկտիվ չեն, $100 միլիոն ծախսում են գյուղատնտեսության վրա, մեր երկրի գյուղատնտեսական արտանում է 200 միլիոնի կարգի է։ Այսինքն չկա էֆեկտիվություն, գյուղատնտեսությունը 10%-ով ընկել է իրենց կառավարման ժամանակ, գյուղատնտեսությունը անկում է ապրում Հայաստանում, ճիշտ չեն հաշվարկում։
Ինչու միջև 25 թվականը այս ամենի մասին չեք խոսում, չեք բարձրացնում, որտեղ հանրության մեջ այդ հարցը շատ առաջանում։ Բա ուր եք միջև 25 թիվը։ Հայաստանի քաղաքական դաշտում կային գործիչներ։ Մենք հիշում ենք, որ եղել էին պայքարներ, սրբազան պայքար, այլ պայքարներ։ Քաղաքական գործիչները զբաղվում էին իրենց գործով, մենք զբաղվում էինք մեր գործով։ Եվ ինչպես Սամվել Կարապետյանը հայտարարեց, եթե քաղաքական գործիչների մոտ չստացի, մենք մեր ձևով կմասնակցենք։ Եկան հասան կազմողների մի վարքյան։ Պարոն Կարապետյանը կալանավորվեց մեր ձևով եկեղեցու պաշտպանությունը ստանձնելու համար, ինչի համար էլ հիմա ընթանում է դատական process-ը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եկեղեցին եւ ամենայն հայոց կաթողիկոսը ստանձնել է պատերազմի կուսակցություն լինելու առաջնորդությունը եւ ասում է սադրիչ գործողությունների եք գնված տեության, դուք հիմա բոլորը այստեղ կանգնած սադրիչներ եք եւ դուք մոռացել եք եկեղեցու պաշտպանության մասին։ Եկեղեցին պաշտպանված է, հայոց վեհապարը էջմիածնում է, բայց մի հատ հեքիաթ պատմեմ մեր ժողովրդական հեքիաթներից, աշխարհի ամենաիմաստուն բանը մեր ժողովրդական հեքիաթներն են։ Հիշում եք, որ ասում է այ դու կկու, իմար կկու, քանի փոքրիկ ձակ ունես դու։ Այո, աղվեսը որ գալիս է եւ մի ձակին վերցնում է, ասում է թե չէ, հեսա գալու եմ ծառը կտրեմ։ Դա նույն օրինակն է այսօր, հեսա պատերազմա լինելու եկեղեցու օրակարգը փոխենք, պատերազմա լինելու սա Տավուշի գյուղերը տանք, պատերազմա լինելու աղվեսը եկել է, ասում է այ դու կկու, հիմար կկու, քանի փոքրիկ ձակ ունես դու։ Մի ձակին տվել ենք, երկրորդ ձակին տվել ենք, երրորդ ձակի հետևից է գալի։ Իսկ հիշում եք հեքիաթը ոնց ավարտվեց։ Աղվեսին եկան ու ճամփեցին։ ՀԱԿ-ի հետ համագործակցություն սպասում է, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել էր, որ ընդդիմության միակ միավորման կարողուրը Սամվել Կարապետյանն է եւ արդյոք կարող է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն ընդգրկվի ձեր կուսակցության։ Ասեմ, կոնսոլիդացիայի տարբերակ քննարկվում է։ Կոնսոլիդացիայի տարբերակ քննարկվում է արտա խորհրդանական ընդդիմության հետ։ Խորհրդանում ընդգրկված ուժերը հետ չի լինելու կոնսոլիդացիա, այլ լինելու է արտա խորհրդանական ուժերի հետ։ Կլինի մեր կողմից հայտարարություն, որը կլինի հետագայում կլինի մեր ցուցակի հրապարակումը, որը ձեր բոլոր հարցերին կպատասխանի։ Ու դուք կարողանաք այդ ժամանակ հարցերը տալ։ Մոտ կա խնդիր այդ անձանց ընդունելու վերաբերյալ, որովհետև Նիկոլ Փաշինյանի օրոք բավականին լուրջ առանցքային պաշտոններ են զբաղեցրել եւ հիմա ընդգրկվելով ձեր ցուցակ մտավախություն չունեք, որ վարկաբեկվի։ Հասկացա ձեզ, տեսեք երկու ծայրահեղություններ կա։ Մեկը որ երկու խնդիր ունենք լուծելու։ Մեկը մեր հասարակության պարակտման վերացման խնդիրը, համախմբման խնդիրը, երկրորդը բայց մի կարմիր գիծ կա, որի վրա մենք պետք է աշխատենք, որը պետք է հաշվի նստենք։ Դա Արցախի հիմնահարցում գործիչների պահելաձևն է։ Պարոն Կարապետյան, դա դառնալ է լակմուսի թուղթ, ով է ձեր հետ, ով ձեր հետ չի։ Պարոն Ալեքսանյանը պատասխանեց։ մի հարց տամ, բայց պարոն Կարապետյան, նախ թեմայից փոխշեղելով ամիսներ առաջ եւ ուզարկություններ հասկացին տանջեր գրուպի վերասենյակում, նաեւ ձեր տանը տեսանք դիմակայված։ Բացի այդ մեր ձեռով խորհրդից եւ շապիկից, հա, ինչ-որ բան հայտնվեց այս մասը։ Ոչ բան, ինչ պետքա լինի։ Դա ուղղակի ճնշման գործիքակազմ է, որ փորձում են կիրառել, բայց ել եմ ասում չի աշխատում։ Ոչ մի ընթացքի։ Կարապետյան վերջերս իշխանամետ այսպես էջերը լուր եք տարածել, որ հարցումներ եք արել, այդ հարցումները չի գոհացրել ձեզ եւ փորձել եք ձեր թիմակիցներին այսպես ինքնավստահություն հաղորդել, ասել, որ մենք հաղթելու ենք եւ այլն։ Եկեք մի հատ բան պայմանավորվենք իրար հետ։ Մամուլի ներկայացուցիչները որոշում են անկախ հարցման ընկերություն, որը կապ չունի այս իշխանության հետ, կապ չունի նախորդ իշխանության հետ։ Խնդրում եմ, որոշեք։ Այո, բայց պետք է նայենք ֆինանսավորման հարցը, մենք դուք կարող եք ասել, ու ով անցկացնի հարցումը, ով հարցումը անցկացնի, եւ խնդրում եմ, բայց մի նախապայմանով հրապարակելու եք։ Հարցեր ենք իրականացնում, ինչի պատվիրենք, եթե մենք ենք։ Ասեմ, տարբերությունը կա սոցիոլոգիայի մեջ, կա տարբերություն, դու պետք է ընտրական ընտրանքը ապահովենք։ Այսինքն, որ գյուղերի բնակիչների համամասնությունը, քաղաքի, Երևանի, տարիքային համամասնությունը, խնդրում եմ, պատրաստ եմ, եկեք կազմակերպենք, դուք ընտրեք բոլորով մի հատ արդար, պարզ հարցումանող, իհարկե շատ են,
Կարապետյան մի հարց էլ ֆուտբոլի հետ կապված, քանի որ ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ եթե գան իշխանության աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստներ ունենք, որոնք հավաքականի կազմում չեն ընդգրկվում, կբերենք հավաքականի կազմ, այդ աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստների մասով համացանցում քննարկում էր ծավալվել, ասում էին Սոբոսլայնը հայ, Նեյմարն է հայ, Յամալն է հայ, չգիտեմ, Ռեշֆորդն է հայ, ով է հայ։ Ես օրինակ էի բերել, որ սպորտի մեջ այլ ոլորտներով մենք ունենք ուժեղ գործիչներ, չեմպիոններ, մենք գիտենք, որ Հայաստանի հավաքականի ամենահայտնի ֆուտբոլիստը չի մասնակցում հավաքականի խաղերին, քանի որ տեսնում ենք, թե ինչ խնդիրներ կա երկրում, այսինքն, այո, այդ բաժանումները, բաները, բացի մեր խաթր չէ, իր հայրենիքի խաթր կգա։ Եթե մինչև այդ իհարկե ֆուտբոլային։ Լևոն Արոնյանը յուրաքանչյուր ուժեղ մարդ իրենց մեջ արտնասնում է ինչ-որ խանդի տեսարաններ, ցավոք, բայց ուժեղ ղեկավարը նա այն ղեկավարն է, ով պատրաստ է աշխատել ուժեղ մարդկանց հետ, լսի իրենցից քննադատություն ու հաշվի նստի այդ մարդկանց կարծիքների հետ։ Թիմը այդպես են ձևավորվում։ Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված հեծի շուրջ պրոցեսների փաստացի եզրափակիչ մասը հրապարակվեց եւ համապատասխանեցում արձանագրվեց։ Այս պրոցեսները ուր են տանելու եւ ինչ է ակնկալում, հնարավորություն կա կանխելու, արգելանքնելու եւ ինչ որ մի բան անելու պրոցեսները։ Մենք հիշում ենք, չէ՞, որ եվրոպական Ստոկհոլմյան արբիտրաժը որոշում է կայացրել, որ պետությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է դադարի որևէ ոտնձգություն հեծի դեմ։ Որոշումը կատարում են։ Այսինքն, տեսեք, ինչքան ժողովրդավարական հենասյուներ կան, ինչքան միջազգային ռեպուտացիոն հենասյուներ կան, խախտում են եւ իրենք սպասում են, որ մենակ իրանք են խախտելու, այսինքն իրենք երկրի հիմքերը քանդելով ինստիտուցիոնալ, նաեւ մեր ապագայի հիմքերն են քանդում, որովհետեւ ամեն հաջորդ իշխանություն, եթե չունենա իր մեջ կամք, այս նույն քայլերը հնարավոր է գնա, բայց դա այդպես երկիր չեն կառուցում։ Պետք է հարգես օրենքը, հարգես ինստիտուտները, ժամանակը գա գնաս, որպեսզի երկիրը նորմալ զարգացող երկիր լինի։ Այդ փորձը հարյուրավոր երկրներ ունեցել են, դա ոչ մենք ենք հնարել, աշխարհի հարյուրավոր երկրներ ունեցել են այդ փորձը։ Օրենքի մասին իդեպ սահմանադրությունից Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անկախության հռչակագիրը հանել, մինչև դա էլ սահմանադրությունը պիտի փոխվի։ Ոնց եք վերաբերում դա, բերելու է խաղ։ Ասում էլ ինչեր է փոխելու Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ։